Շնորհակալություն, պարոն վարչապետ, տպավորություն է, որ ձեր հայտարարությունները դուք անում եք, դրանից sense բում է լինում եւ դա անցնում գնում է։ Օրինակ, երբ որ ասեցիք, չեմ ուզում կաթողիկոս, որը ամենօրյա ռեժիմով թե պարբերաբար զեկուցում է հատուկ ծառայության, օտար պետության հատուկ ծառայության լեյտենանտին, դրան ոչ մի բան չհետևեց։ Եթե այդ հայտարարությունը իրականություն էր, ապա դա սկանդալ էր պայթել եւ մենք դատախազություն հարցում ենք անում, ասում է չունեմ տեղեկություն, որ վարչապետի այդ հայտարարությունից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել կամ քրեական վարույթի մասին տեղեկություններ կան։ Դուք այս հայտարարությունից հետո արդյոք հրավիրվել եք որևէ քննչական մարմին, որևէ քննչական գործողության մասնակցել եք թե ոչ, եւ եթե իրավապահ համակարգը որևէ բան չի ուզում անել, դուք եթե նման տեղեկատվության եք տիրապետում, ինչու հանցագործության մասին հաղորդում չեք ներկայացնում։ Լսեք, փաստաթղթեր են հրապարակվել, որ Կտրիչ Ներսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել Խորհրդային Միության ժամանակ։ Ասում եք սկանդալ է պայթել, այդ սկանդալը ինչի չի պայթում։ Վերջը պարզել եք, այդ ճիշտ է, թե ճիշտ չի, փաստաթղթեր են հրապարակվել։ Եվ հայտարարություններ են եղել, որ այդ թվում հրապարակային հոգևոր ծառայողների կողմից Գերմանիայում տեղի ունեցած միջադեպերի մասին։ Ես ասեմ, որ ես հետաքրքրվել եմ, մեր ծառայություններն էլ այդ նույն տեղեկությունը ունեն։ Այո, ԱԱԾ-ն ունի այդ տեղեկությունը։ Այո, ես հիմա էլ եմ ասում։ Ես հիմա էլ եմ ասում եւ դա իմ գնահատականն է եւ դա նաեւ ակնհայտ իրողություն է։ Այսինքն ձեզ համար նորություն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից։ Ինչով է նորություն։ Չեք տեսել փաստեր։ Ուշադիր լրատվությանը հետևեք, կտեսնեք այդ փաստերը։